Կյանքի դժվար իրավիճակներում մարդուն օգնելն առաքինություն է։ Փրկարարի առաքելությունը փրկելն է, ասել է թե օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելը։ Թերևս հենց հասարակությանն օգտակար լինելու ցանկությունն էր, որ Վահե Ղազարյանին տարավ փրկարար ծառայություն։ Թեև ընտանիքում դեմ էին, բայց ինքը չնահանջեց։ Սկզբից դեմ էին, չէին ուզում, ճիշտն ասած։ Մանավանդ հայրս չէր ուզում, որ ես մտնեմ այս գործին։ Ասում էր ամեն օր գնալու ես, ինչ ես տենալու։ Ինչ ես անելու, դա ասեմ, պապ, ես սիրում եմ այս աշխատանքը, չգիտեմ, ուզում եմ գնամ։ Ու սենց հիմա իրանք են համոզվել, որ ճիշտ է եմ ասում։ Վահե Սիսյանի բռնակոտ գյուղից է, մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց թվերի հետ ջուրը միառվով չի գնում, ինչպես ինքն է ասում, հրշեջ փրկարար վարորդի ծառայությունն իր սրտով է։ Իմ աշխատանքը հենց ինձ հերիք է, որ մարդիկ շնորհակալություն են հայտնում, ես սիրում եմ իմ աշխատանքը։ Սյունիքի մարզային փրկարար վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար փոխգնդապետ Գարիկ Հովսեփյանն ասում է, որ սերժանտ Ղազարյանը բարեխիղճ ծառայող է։ Միայն վարորդի պարտականությունները կատարելով չի բավարարվում, կանչի ժամանակ փորձում է ամեն կերպ օգտակար լինել ծառայակիցներին։ Չգիտեմ իր հերթափոխի հետ կապված ա եղել թե ոնց միշտ դժվարին եւ լուրջ դեպքերի մասնակցություն ունեցել։ Ու բազմիցս ցուցաբերել է բարձր ակտիվություն եւ փրկարարական աշխատանքներում եւ որպես վարորդ։ Փոխգնդապետ Հովսեփյանն հիշում է, թե ինչպես անցյալ տարի սերժանտ Ղազարյանը ձնաբեկի ժամանակ առանց տրտնջալու ամբողջ գիշեր մնաց դեպքի վայրում, օգնելով ձնաբեկի մեջ հայտնված մարդկանց։ Առատյան եւ ձնաբեկի պատճառով մեծ խցանում էր առաջացել Գորհայք Զանգեր հատվածում։ Վահեն օրվա վարորդներից մեկն է եղել, որ անմիջապես շարժիչը գործի է գցել մեքենայի եւ մեկնել դեպքի վայր։ Մի ամբողջ գիշեր կատարել է իր աշխատանքը բարեխիղճ ձևով։ Տղաներին օգնում եմ, չեմ թողում էլի մենակ մնամ, որ ես իմ համար ես կայնեմ, նայեմ թե տեսնեմ տղաները ոնց են տանջվում։ Ղազարյանն ասում է, որ կանչի ազդանշանը լսելուն պես մոռանում է ամեն ինչ։ Մտքին միայն մի բան է՝ անձնակազմին արագ ու անվտանգ հասցնել տեղ եւ օգնել իր կարիքն ունեցողներին։ Եվ ահա ծառայության նկատմամբ այսպիսի պատրաստակամության եւ բարեխիղճ մոտեցման շնորհիվ էլ սերժանտ Վահե Ղազարյանը ճանաչվել է փրկարար ջոկատի 2024 թվականի լավագույն փրկարար վարորդը։ Լավագույնն է ճանաչվել այն առումով, որ միշտ բարեխիղճ մոտեցում է ունեցել հրշեջ տեխնիկային, տեղզինվածությանը, շատ է մասնակցել դեպքերի։ Նրա խոսքով 2024 թվականի լավագույն փրկարար վարորդ ճանաչվելը պարտավորեցնող է։ Ուրախ է, որ ծնողները եւս համոզվել են, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Ուրախացել էին ամեն ձև, չէին հավատում, ճիշտ ասած ինպես։ Հետո որ գնացի արդեն Երևան ու վերցրեցին պատվոգիրս, այդ ժամանակ արդեն հավատացի։ Էլ ավելի դրական դինամիկա է առաջացել իր մոտ, էլ ավելի շահագրգռվածություն եւ մնացած վարորդների մոտ էլ։ 2024 թվականի լավագույն փրկարար վարորդը կյանքի դժվարություններից չի վախենում։ Վստահ է, լավ գործը երբեք անպատասխան չի մնա, բումերանգի էֆեկտով հետ կգա։ Ասում է գոհ է կյանքից, բայց կատարյալ երջանիկ կլինի, երբ որդի ունենա։